բայց այս ժողովածուի պատմվածքները ինձ համար էին անծանոթ ու ի տարբերություն նրանց այստեղ կյանքի դրամատիկ կողմներ իմ կարծիքով ներկայացված եւ այդ կոնտեքստում նաեւ փոքր մարդու կերպարը, այդ այսպես ասած կյանքի լուսանցքից դուրս մնացած մարդու կերպարը, ոնց որ օրինակ առաջին պատմվածքում Մարիսն էր, ում երազանքը ընդհանրապես մի զապարոժեց ունենալն էր, այդ ընտանեկան ջերմ մտերմիկ միջավայրը նաև լրացնելու այդ մեքենայի առկայությամբ, որը ցավոք սրտի, ոնց որ պատմվածքի ընթացքը ցույց տվեց, այդպես էլ չիրականացած երազանք մնաց։ Հետաքրքիր պատմվածքներ էին ու իսկապես մարդն էր իր հոգսերով, իր խնդիրներով եւ միևնույն ժամանակ այս գլխապտույտ արագության մեջ անընդհատ փոփոխվող աշխարհում անընդհատ խնդիրների մեջ, անընդհատ պայքարելու, անընդհատ խոչընդոտներ եւ արգելքներ հաղթահարող մարդու կերպարն էր ներկայացված դուրս կոնկրետ ժողովածուում։ Ասում էին, ոնց է էլի կնոջ հոգեբանությունը այդպես միանգամից բացահայտել էս մարդը, եւ ասելիք է իլեչո երջանիկ էր, լավ էր իրեն զգում, սիրված էր, սիրում էր, բայց ասում էր ոնց, բայց չիմանան, ոնց կլին չիմանան, ոնց որ ասում է ադամանդը ունենաս մեծ ադամանդ, պարես մի արկղի մեջ ու ոչ ոք չտեսնի, որ դու ունես, բա դրա իմաստը որն է, ասենք որպես կին, այդ ինձ հասկանալի է այդ հոգեբանությունը, մտածում եք երևի մենակ կանացի հոգեբանությունն է, ասում է չէ, այստեղ էլ ես ենոքը, ասում եք հայրում էլ ու ասում եք, բա չիմանան, որ ես էլ տիրու հետ եմ, բա չիմանան, որ ես էլ ինձ հետաքրքրությամբ չնայեն, բա իմ մասին չխոսեն, բա ինձ ուրիշ հայացքով չնայեն, որ ես այդ բան հարուստ կնոջ հետ եմ, իմ պաստորին ինքը մարդկային հոգեբանություն, ոչ միայն կնոջն է, բնորոշ։ Ասանու ջան։ Միտքդ ուզում էի լրացնել Զոհրաբի կանանց կերպարների մասին այդ խոսակցությունը, իմ դիպլոմային թեման է եղել, ու ես արխիվային մակարդակով եմ ուսումնասիրել, ինձ միշտ հետաքրքիր է, թե Զոհրաբը ոնց է կարողանում մուտ, շատ այդպես անորսալի պահերը, ասենք, վերցնել էի, ու կնոջ մոտ չէ, ասում ես լավ քիչի բան չի, հետո իր արխիվային նյութերից պարզ դառավ, որ ինքը Լոմբրոզո ֆրանսիական հոգեվերլուծող է եղել, ինքը նույնիսկ գիտական աստիճան է ստացել կանացի եւ տղամարդու ընդհանրապես հոգեբանության մասին ֆրանսերենով գիտական աշխատություն է գրել, որտեղ ինքը օգտվել է եվրոպական այդ շրջանի հոգեվերլուծողներից ու այդ բանը միշտ ինձ անդադ թվում է, որ սա մասնագիտական ինչ-որ շատ խորքային գնացող բան է, հետո երբ ես հասկացա արխիվային նյութերից, որ ինքը լուրջ հոգեվերլուծություն, պսիխոանալիտիկա ուսումնասիրել է, դրա համար ինքը այդքան լավ պատկերացնում է այդ հոգեբանությունը, կանացի հոգեբանությունը, իսկ ինչ վերաբերում է Վանո Սիրադարյանի այս դուրը հոգեբանը ու մեկ էլ ոնց է կոչվում ցերեկվա խեղճը կախվածքները, ես տենց մտածում եմ, երեք տենց բավական ինձ համար անծանոթ էին այս պատմվածքները, ինձ այս պատմվածքները ավելի դուր եկան, ինչի դուր եկան, որտեղ ես անդադ մտածում էի, որ այդ մաթեոսյանական այդ խճողումները, չակերտավոր խճողումները, միտքը գնաց այնտեղ, կիսատ մնաց, էլի շարունակվեց, որը շարունակում էր Վանո Սիրադարյանը, իրեն շատ է բարդացնում որպես գրողի, ասենք սովորական ընթերցողի համար ինքը մնում է հեռվում, որովհետև լեզուն ոճը խանգարում է հասցնել ասելիքին, այդ զգացողությունը իմ մոտ միշտ եղել է Վանոյի գրքերը կարդալիս եւ Մաթեոսյանի, իսկ օրինակ այս պատմվածքներում մտածում էի, որ ինձ հետաքրքիր է, սա ժամանակագրությամբ ավելի ուշ գրված պատմվածքներ են, թե ոնց, որտեղ այստեղ այն ինչ որ ին կարծիքով խանգարում էր չկար արդեն, այսինքն սովորական ընթերցողը կարող էր կարդալ այս պատմվածքը ոչ մասնագիտական ինչ-որ բաներ ու միանգամից հասկանալ ասելիքը, ասենք գաղափարը նպատակը որն է, սա ավելի
Երևի ավելի հեշտ սկզբնական ընթերնելի է, հեշտ էր ինքես տրվում, հեշտ էր ընկալելի դառնում, այս առումով ինքը լավ վիճակում էր այս 3 պատմվածքներին հատկապես, այսինքն այդ խճողվածությունը ոչի չկար, խանգարող բան չկար, դու միանգամից բռնում էիր ասելիքը, ինձ այստեղ շատ հետաքրքիր էր այս 3 կերպարների միանգամից կտրուկ 180 աստիճանի տարբերակով 2 տարբեր մարդկանց, անդադ թվում էր, թե այդ կերպարը 2 տարբեր մարդիկ են, որոնք միավորվել են այդ կերպարի մեջ, ասենք այդ խաղաղ, հանգիստ, մայիսից ու հետո ինչ է դառնում, կամ ասենք այս մյուս պատմվածքի մեջ, Ենոքի կամ այն մյուսի մեջ, բայց իրականում շատ ծանոթ իրավիճակներ էին ինչ արել, ես հետո հիշեցի, որ երբ որ իմ տղան էր բանա գնացել, այդպիսի մի բան ես եմ ունեցել, գալիս է մի պահ, երբ որ տարիքը տանցնում է, կյանքը տանցել է, երիտասարդություն տանցել է, ու դու թվում է, թե ապրել ես այդպես խաղաղ, բնականon ու միանգամից ճգնաժամային իրավիճակ է սկսվում, եկեք ճակերտավոր ճգնաժամ ասենք, երբ որ դու հասկանում ես, որ կյանքը տանցել է ու դու չես ապրել այն, ինչը որ հասարակության համար կարող է ընկալելի չլիներ, ու միանգամից ինչ-որ ոնց որ միանգամից շուր գար ներսդ ամեն ինչ ու դու սկսում ես անել բաներ, որոնք քեզ քո կարծիքով քեզ բնորոշ չեն, բայց հետո ինչ-որ պահի դու հասկանում ես, որ համ ես դու, համ ես դու, մարդու մեջ այդ մարդու երկրություն չկա, այդ հենց միասնականության մեջ ես դու ամբողջական, ես այդ կերպարներին ընդունեցի նենց ոնց որ Սիրադեղյանը ներկայացնում էր, հատկապես ինձ շատ հետաքրքիր էր այդ վերջի բանը, ցերեկվա խեղճը, երբ այդ խաղաղ աշխատավորը դառնում էր Գելուգազար գիշերը, ինքը իրականում շատ հոգեբանորեն պատճառաբանված, արդարացված կերպարներ էին, իրանք շատ հասկանալի էին, ի տարբերություն Վանոյի կարող է այն մյուս պատմվածքներին, իրականում ինքը տվել էր շատ հետաքրքիր ամբողջական մարդու կերպար, այսինքն մարդը մենակ այդ տեսանելի աշխարհը չի, այդ ցերեկվանը չի, մարդը կարող է գիշերային, ինձ անդադ թվում է, որ այդ դուրն էլ է հետաքրքիր վերնագիր ինքը ընտրել, այդ դուր է, որով դու հայտնվում ես մարդու ներաշխարհում, մարդու ներսում ես հայտնվում, բարագույրից, դռնից են կողմ ես, դուրը բացել ես, հայտնվել ես, ու թե ինչ է կա այդ դռան հետևում, այդ արդեն դժվար է ասել, բայց իրականում ինքը փորձում է ներկայացնել, թե դռնից են կողմ մարդը ինչ կարա լինի, իր հակառակ պատկերը կարա լինի, և ներս է բերում և դուրս է տանում, հա, այդ Հերման Հեսեի մոտ շատ կարևորիցը, ներսը և դուրսը, հա, իրականում ինձ շատ դուր եկան պատմվածքները, երեքն էլ շատ հետաքրքիր էին ու այդպես մտածելու բաներ տվեցին։